Գորաշկն ամեն օր ուղերձների շարք, հոգևոր հաղթանակների հիմքը։ Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում անվանումը։ Այն նվիրված է YouVersion աստվածաշնչյան հավելվածի Bible.com 1 միլիարդ բաժանորդի սահմանագծի հատման աննախադեպ իրադարձությանը։ Սիրելի բարեկամ, յուրաքանչյուր քրիստոնյա իր ապաշխարության առաջին իսկ վայրկյանից հայտնվում է հոգևոր պատերազմի մարտադաշտում։ Աստվածաշնչյան ճշմարտությունը մեզ վստահեցնում է, որ այդ պատերազմում մեր թշնամին իր ողջ զորքով իրավունք չունի մոտենալու Քրիստոսի հավատարիմ աշակերտին, քանի որ վերջինս գտնվում է Տեր Աստծու զորավոր պաշտպանության ներքո։ 34-րդ Սաղմոսի 7-րդ խոսքում գրված է. «Տիրոջ հրեշտակը բանակ է դնում իրենից վախեցողների չորս կողմում և ազատում է նրանց»։ Սակայն Աստվածաշունչը նաև սովորեցնում է, որ թշնամու մարտավարությունը մեզ մոլորության, ստության, կասկածի ու գայթակղության մտքեր ուղարկելն է։ Նրա նպատակը մեկն է՝ գողանալ մեր հավատքը, թուլացնել այն կամ շեղել Աստծու Խոսքի ճշմարտություններից դեպի առասպելներն ու մարդկային երևակայության հորինվածքները։ Պողոս առաքյալը խոսում է հավատքի այս թեժ պատերազմի մասին և սովորեցնում դրանում հաղթելու վստահելի ճանապարհը։ 2 Կորնթացիս 10:4-5 խոսքեր. «Քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով բերդեր քանդելու, մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը և ամեն բարձունք, որ Աստծու գիտության դեմ է գոռոզանում, ու գերում ենք ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար»։ Աստծու համար թանկ ու սիրելի զավակ, իսկ ինչպե՞ս է հավատացյալը դիմակայում չարի ուղարկած հավատք գողացող կամ սրբությունը ուրացող մտքերին։ Ինչպե՞ս և ինչ հոգևոր զենքերի կիրառությամբ է կերտվում մեր հոգևոր հաղթանակը։ «Դրա համար Աստծու սպառազինությունը վերցրեք, որ չար օրը կարողանաք դիմադրել ու ամեն բան հաղթահարելով հաստատուն կանգնել։ Արդ հաստատուն կանգնեք ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորված ու արդարության զրահը հագած և ձեր ոտքերին պատրաստակամությունն իբրև կոշիկ հագած՝ խաղաղության ավետարանը քարոզելու համար։ Եվ այդ բոլորի վրա հավատի վահանն առեք, որպեսզի կարողանաք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել։ Առեք նաև փրկության սաղավարտը և հոգու սուրը, որ Աստծու խոսքն է» Վերը թվարկված բոլոր զենքերը պաշտպանողական նշանակություն ունեն բացի մեկից։ Անշուշտ, պաշտպանությունը նույնպես կարևոր է, սակայն այսօր ուզում եմ քո ուշադրությունը սևեռել հարձակողական զենքի վրա, որից փախչում է թշնամու զորքը։ Տեր Հիսուսը սատանային հաղթում էր գրված է արտահայտությամբ։ Դա նշանակում է, որ Աստծու Խոսքի հանդեպ հավատքը և դրան հնազանդությունն առավել են չարի առաջարկներից և ուղարկած մտքերից։ Մեր հոգևոր հաղթանակների հիմքն Աստծու Խոսքն է և մեր անսասան հավատքը Աստվածաշնչի փոխանցած ճշմարտությունների հանդեպ։ Հակոբոս 4:7 խոսքում կարդում ենք. «Արդ հնազանդվեք Աստծուն, հակառակ կանգնեք սատանային, և նա ձեզնից կփախչի»։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։